Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ես գիտեմ, որ հեծը շատ ծանրաբեռնված է վարկերով։ Իսկ դուք մենք վարկերը սպասարկում եք, հա, հիմա այս փուլում նորմալ սպասարկում է գնացել։ Այո, պարոն, պրոբլեմներ չեն առաջացել։ Բացարձակ, ավելին ձեզ ասեմ, մեր շրջանի կառավարման 4 ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին, 21 միլիոն։ Եվս բառացիորեն հենց նախորդին 3 մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն պլանային արդեն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարներ։ Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին հեծը ցանաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ, ընդ որում իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը բոլորը հեծը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ իր շրջանառու միջոցները ամբողջովին ուրեմն միլիարդավոր դրամների հասնող տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով։ Այսինքն սեփական շրջանառու միջոցները տրված էր իրավաբանական անձանց, ովքեր ծառայություն են մատուցում նույն հեծին, իր իսկ հարկային պարտավորություններն ու աշխատավարձերը 5 վարկին վերցնում հարկ տալիս, իսկ իրանց միջոցները, որոնք տրված էր այլ աշխատավարձ եւ հարկ պետքա տային, տալիս են ուրիշ ընկերությունների տոկոսով թե առանց տոկոսի։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ տաշիր ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների։ Ինչ άλλο ես լսել եմ նաև, որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունում կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիքը ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորության համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։ Հիմա կներեք, այդ 3 դեպքերն էլ արձանագրվել են, որ միջազգային կազմակերպությունների հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, կառավարության հետ պետքա ճշտվեր ու չի։ 3-ն էլ կան պրակտիկայում են։ Եվ նախորդին հնչեցրած 6 հիմնավոր կետերից մեկը նաև արդեն այդ փաստը երաշխավորություններն է։ Ընդ որում ընթացիկ տարվա մարտ ամսվան 42.5 միլիոն դրամի նմանատիպ երաշխավորության պայմանագրի դարձյալ կնքվել էր այս տարվա, այսինքն չեն կարող ասել, որ դա նախկինում է տեղ ունեցել եւ մեր հայթայթած, այսպես ասեմ, քանի որ այս փաստերը բոլորը մենք հայթայթել ենք, այդ թվում նաեւ սերբերներում ջրջված
տեղեկատվության վերականգնման արդյունքում ենք ձեռք բերել այս ամբողջ տվյալները, որովհետև գաղտնի են պահում մեզանից եւ իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաեւ արխիվից վերացվել էր, պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննության դարձել բանկային համակարգում չեն կարա չլինեն, որովհետև իրանցից դուք ճիշտ եք, ցավալին այն է պարզապես, որ տարեկան աուդիտը, որը պայման է նաև ՀՑԿ կողմից, տարեկան աուդիտի փաստաթղթերով էլ այդ տվյալները չէին անցնում եւ իրենք իսկ հեծը նաև իրենց իսկ կողմից պատվիրված եւ իրականացող աուդիտի տվյալներում էլ չեն ներառել այդ փաստերը եւ հունիսի 1-ի դրությամբ պարտավորությունը ֆիքսված է հստակ, որ պետք է ներ տվյալ։ Անշուշտ ցանկացած ֆինանսական գործառնություն պիտի արտացոլվի աուդիտում։ Այսինքն տեղ չկա ասելու, որ հայեցողությունը կուզեին կարտացոլեին, չէին ուզի։ Բացարձակ չեն կարողանում անբանպնդել եւ ավելին ասեմ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն վարույթը հարուցելուց ամսուկես առաջ այդ երաշխավորությունները 212 միլիոն դրամ էր կազմում։ Իմ նշանակումից օրեր անց, երբ այդ մասին արդեն իմ ուսումնասիրությունը վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալներ ստացա եւ խորամուխ եղանք փաստաթղթերի, այսպես ասած հայթայթմանը, իմ ունեցած հավաստի տվյալներով շուրջ 5 բանկերում ունեցած երաշխավորությունների զգալի մասը հրատապ կարգով մարվում են Տաշիր ընկերությունների խմբի սեփականատերի կողմից։ Այս պահի դրությամբ շուրջ 48 միլիոն դոլարի պարտավորություն է դեռևս արկա միայն մեկ բանկում։ Թեպետ մենք մյուս բանկերին եւս այդ տվյալ բանկին պաշտոնապես հուլիս ամսվա վերջերից օգոստոսի սկզբին արդեն պաշտոնապես գրագրություններով խնդրել ենք մեզ տրամադրել հետի հետ ունեցած ողջ ֆինանսանյութական փոխպարտավորությունների պատկերը։ Սկզբնական շրջանում տարակուսանքով եմ ասում, բանկերը խուսափում են այդ մասին մեզ հետ խոսելուց, որովհետեւ իրենք էլ վստահաբար հասկանում են, որ հետի կողմից լրջագույն առերևույթ խախտումները տեղի ունեցել եւ վերջն արդյունքում հասանք դրան, որ բանկերն իրենք արդեն մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ քանի որ այդ գործառնությունները իրավակարգավորումից դուրս են, մենք դրանք համարում ենք օրենքից դուրս եւ դրանք առ ոչինչ են այս պահին։ Բանկերն իրենք խոստովանեցին։ Բացառությամբ մի բանկի, որ այդ այս պահին բանակցությունը շարունակվում է։ Այսինքն իրանք ընդունեցին, որ դե խնդրեմ կա եւ ասցին մենք այդ համարում ենք առ ոչինչ։ Ընդունեցին եւ այդ փաստաթղթերը։ Իսկ իմ ասած երևույթը այդ ձևով է արտահայտվել, թե նաեւ եղել են, որ փողը ֆիզիկապես վերցվել է, ու կանխիկ թե բնականաբար այդ չի եկան, որ վերցվել է վարկ եւ տրվել է մարդու կամ ընկերության։ Չնայած ձեր ասած երևույթը ըստ էության այդ է, որ եթե հաշվենք, որ իրենց հիմնական միջոցները կամ դրամական միջոցները ուրիշին են տվել աշխատավարձ վճարելու համար վարկ են վերցրել, ըստ էության ինչ տարբերություն վարկը վերցնեին այնտեղ տային, թե այն մյուսը։ Բանվարշավից երկու կարևոր ուրեմն հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել, մեկը որ երաշխավորություններ ստացած տասնյակ ընկերությունների մի մասը ուղղակիորեն ծառայություններ եւ ապրանքներ մատակարարում հեծին, այսինքն այդ տրված երաշխավորություններով, հեծի հնարավորություններով կարողություններ են ձևավորվել տրվել ընկերություններում եւ այդ կարողությունները փոխկապակցված են։ Այո, եւ տվյալ ուղակի կամ անուղակի։ Այդ կոպիտ ասած իրանց ընկերություններն են։ Այստեղից էլ իրանց ընկերությունը այնտեղից։ Այսինքն իրանք իրանց այդ առևտուր են արել, այդ եւ այդ առևտրի ծախսերը փակվել է հեծի հաշվին։ Այո, պարզապես իրանք պարտավոր էին, քանի որ հանրային ծառայությունների կարգավարման տիրույթում լիցենզավորված ընկերությունը հեծը պարտավոր էին պարզ թափանցիկ, բացի իրազեկումը թափանցիկ գնումների գործընթացներով իրականացնել ձեռքբերումները, ոչ միայն դրանով չեն արել գնումների գործընթացը թափանցիկ չեն երաշխավորել, այլ նաև իրենց եղածով, իրենց կարողություններով հզորություններ են ձևավորել այլ ընկերություններում, ովքեր հեծի իսկ տված երաշխավորություններով եւ արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ, դրանով աղճատելով եւ մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը, բայց նաեւ շատ ավելի, այսպես ասած, խոսուն մի դրվագ ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն հեծի ու էներգետիկ շուկայի հետ, առհասարակ այլ ոլորտի ընկերություններ են, ովքեր որ լիցենզավորված էներգետիկական ռազմավարական ընկերության երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնյալ վարկեր են ստացել եւ բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ Հեծի կոպիտ ասած իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած հեծը վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որը ասենք օրինակ կոշիկի առևտրով։ Այո, կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով հեծը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունները բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել
սահմանված օրենսդրական կարգերով հեծի նկատմամբ եւ օրինակ հեծի ենթակառուցվածքները կամ ենթականների մի մասը կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ որ X ընկերության ձեռքում